Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հուրեր 92-ի գոմե շնորհված պատվոգիր Արմենակ Աբրամյանին, Արևմտյան Հայաստանի քաղաքապարը Վասկեն Սիսիլյան, Մարիետա Դոմիկյան, ազգային պատասխանատվության եւ համախմբման անհրաժեշտության մասին։ Լույս տեսած է պրոֆեսոր Սետա Տատոյանի նոր աշխատությունը։ Բաքուն Արցախի Աստղաշեն գյուղի մեջ ոչնչացած է հայրենական մեծ պատերազմի զոհերու հիշատակին նվիրված հուշարձանը։ Շարունակական աջակցություն եւ երկարաժամկետ ներառման միջոցառումներ Արցախեն դեղահանված հայերուն համար։ Ղազանչեզոց մայր դաջարի մասին ինչ կսեք, Նաիրա Ղարաբեդյան, հայերուն նվիրված Նապոլեոն Բոնապարտի սուրը։ Արևմտյան Հայաստանի մշակութային եւ ազգային ժառանգության պահպանման գործին մեջ կարևոր դեր կկատարեն հասարակական կազմակերպություններն ու հայրենակցական միությունները։ Նման նախաձեռնություններն մեկն է Հուրեր 92 ազգասերներու եւ վետերաններու միավորումը, որ երկար տարիներ է ի վեր կքնահատե եւ կխրախուսե ազգային արժեքներու նվիրված անհատները։ Հուրեր 92-ի պատվոգիրը 2016 թվականին շնորհված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրամյանին ազգային եւ հասարակական գործունեության համար։ Պատվոգիրը կվկայի ազգային ինքնության պահպանման, հայրենանվեր ծառայության եւ հասարակական կյանքի մեջ գործուն մասնակցության կարեւորության մասին։ Այսպիսի գնահատանքները ոչ միայն գարժևորեն անհատի ներդրումը, այլ նաեւ կնպաստեն ազգային հիշողության, մշակույթի եւ պատմական ժառանգության պահպանման եւ փոխանցման սերունդ։ Արևմտյան Հայաստանի մասին խոսիլը միայն պատմական հայրենիքի մասին չէ, այլ ազգային ինքնության, հիշողության եւ պատասխանատվության հարց է։ Այսօր բազմաթիվ հայեր, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներու մեծ մասը իրենց արմատներով արևմտահայ են, սակայն այդ գիտակցությունը հաճախ երկրորդական կմնա։ Իր ելույթին ընթացքին Վասկեն Սիսիլյան շեշտեց, որ անհրաժեշտ է վերարժևորել Արևմտյան Հայաստանի նշանակությունը եւ զայն դարձնել համահայկական օրագարկի կարևոր բաղադրիչը։ Ան ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր գաբը պատմական հայրենիքին հետ եւ իր թերակատարությունը ազգային նպատակներու իրականացման մեջ։ Ան գոչ ուղեց համախմբվելու ազգային քաղաքապարներու շուրջ, միավորելու ջանքերը եւ ուժեղացնելու համահայկական միասնականություն ու պատասխանատվության զգացումը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստին ելույթ ունեցավ պատգամավոր Մարիետա Դոմիկյան։ Ան շնորհավորեց Լիդիա Մարգոսյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով, մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն։ Մարիետա Դոմիկյան անդրադարձավ հայ ժողովրդի պատմական ուղիին, նշելով, որ հայերը հազարամյակներ շարունակ ապրած են իրենց բնորանին մեջ, իսկ Օսմանյան կայսրության եւ Թուրքիո իշխանություններու քաղաքականության հետևանքով Արևմտյան Հայաստանի մեջ տեղի ունեցած են ցեղասպանություն, բռնակրավումներ եւ ժողովրդական փոփոխություններ։ Ան ընդգծեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի թերը ազգային իրավունքներու պաշտպանության, հայության համախմբման եւ հայկական հարցի արդար լուծման գործին մեջ, շեշտելով ազգային ներուժի միավորման, պատմական ժառանգության պահպանման եւ հայ ժողովրդի ապահով ապակայի գերտման կարեւորությունը։ Ելույթի ավարտին պատգամավորը նշեց, որ հայ ժողովուրդը բարտավոր է արժանի ըլլալ իր պատմական ժառանգության եւ համատեղ ջանքերով իրագործել ազգային նպատակները։ Լույս տեսած է պատմաբան եւ հետազոտող Սետա Տատոյանի քննական նախապան Արևմտյան հայաշխարհի հազարամյա պատմության թագավորություններն մինչեւ Զարտոնք, քաղաքականություն եւ մշակույթ աշխատությունը նվիրված Արևմտյան հայաշխարհի 10-րդեն 15-րդ դարերու պատմության։ Հեղինակը կներկայացնի Արևմտյան հայաշխարհի գազմավորման եւ զարգացման ընթացքը, ընդգծելով հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի եւ քաղաքական ներկայության շարունակականությունը պետականության գորուստեն յետք։ Ուսումնասիրության մեջ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հայկական գիլիկիո, հայ առաքելական եկեղեցու եւ մերձավոր արևելքի մեջ հայերու քաղաքական ու մշակութային դերակատարության։ Սետա Տատոյան կներկայացնի նոր մոդեցումներ Արևմտյան հայաշխարհը դիտարկելով որպես հայկական քաղաքակրթության ինքնուրույն եւ կարեւոր կետրոն։ Ան կշեշտե, որ հայ ժողովրդի ամբողջական պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել Արևմտյան հայաշխարհի բազմատարյան ժառանգությունը։ Գիրքը հրատարակված է ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջորդարանին կողմէ եւ նշանակալի ներդրում է արևմտահայ պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության եւ հանրահռչակման գործին մեջ։ Արբանյակային լուսանկարներու վերլուծության համաձայն 2024 թվականի ապրիլ 19-ին մինչև 2025 թվականի հուլիս 15 ժամանակահատվածին ադրբեջանական վարչակարգին կողմէ ոչնչացված է Աստղաշենի Արցախի ազատամարտին զոհված մարտիկներու հիշատակը հավերժացնող հուշարձանը, որ կառուցված էր 2012-ին։ Այս մասին կդեղեկացնե պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ Նույն ժամանակաշրջանին ոչնչացված է նաև հայրենական մեծ պատերազմին զոհված աստղաշենցիներու հիշատակը հավերժացնող հուշարձանը, որ կառուցված էր 1970-ական թվականներուն։ Հաղորդակցության ավարտին նշված է Մարիա Զախարովնան, բան չունի ըսելիք։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքներու հանձնագետար Մայքլ Օֆլահերտին Հայաստան այցելութենեն իդ հրաբարակած հուշագրին մեջ ընդգծած է, որ Արցախեն բռնի դեղանված հայերը կշարունակեն գարիք ունենալ երկարաժամկետ աջակցության եւ արդյունավետ ներառման քաղաքականության։ Հանձնագետարը բարձր գնահատած է Հայաստանի իշխանություններուն կողմէ իրականացված քայլերը, մասնավորաբար քաղաքացիության ստացման գործընթացի յուրացումը, բնակարանային եւ ընկերային աջակցության ծրագիրները, ինչպես նաեւ գրթության եւ զբաղվածության ոլորտներու նախաձեռնությունները։ 2026 թվականի փետրվարին ավելի քան 20,000 արցախահայ ստացած է Հայաստանի քաղաքացիություն։ Միաժամանակ նշված է, որ բազմաթիվ դեղահանվածներ դակավին կփախին փաստաթուղթերու, բնակարանային ապահովման եւ ընկերային իրավունքներու իրացման խնդիրներու։ Հատուկ ուշադրություն դարձված է նաև դեղահանված կիներու եւ աղջիկներու պաշտպանության։ Հանձնագետարը առաջարկած է մշակել մարդու իրավունքներու վրա հիմնված համապարփակ ներառման ռազմավարություն Արցախահայերու մասնակցությամբ, շարունակել քաղաքացիության եւ փաստաթղթավորման գործընթացներու յուրացումը եւ պահպանել ընկերային աջակցության ծրագիրները։ Հուշագրին մեջ նաև շեշտված է Արցախահայերու վերադարձի իրավունքի կարեւորությունը եւ միջազգային հանրության գոչ ուղղված է շարունակելու աջակցությունը անոնց ներառման եւ վերականգնման գործընթացներուն։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյան գկրե. «Մեզի պետք է քաղաքակրթական առողջացում եւ վերադարձ դեպի ինքնություն։ Եվ քանի դեռ կան հայեր, որոնք մոռնալով ցավը, գողկրտելով հավատքը, անտեսելով իրենց թավաճանացները եւ ուրանալով Բաքվի բանդերուն մեջ գտնվող իրենց եղբայրները խաղաղություն կգովերքեն, մենք պարտավոր ենք պահպանել մերը, իսկականը, յուրահատուկը, բացառիկը, այն ինչ որ մեզ հայ կդարձնե»։ 1799-ին եգիպտական արշավանքին ընթացքին Նապոլեոն Բոնապարտ հասավ Яֆա, ուր ֆրանսական զորքերը ծանր գորուստներ կգրեին ժանտախտի բռնկման հետևանքով։ Օգնության եկան քաղաքի հայ համայնքն ու Սուրբ Պետրոս եկեղեցու հոգևորականները, խնամելով հիվանդ զինվորները եւ ապաստան տալով ֆրանսական զորքին։ Ավանդության համաձայն ապակինում են իդ Նապոլեոնը ի նշան երախտագիտության հայ հոգևորականներեն մեկու նվիրեց իր մարտական սուրը։ Այս պատմությունը պահպանված է Яֆայի հայ համայնքի հիշողության մեջ, որպես հայերու արտասիրության վկայություն։ Яֆայի Սուրբ Պետրոս եկեղեցին կարևոր դեղ ունի շրջանի քրիստոնեական պատմության մեջ, ուր 17-18-րդ դարերուն ծառայած են նաև հայ հոգևորականներ։ Այս դեպքին կապված է Անտուան Ժան Գրոյի Նապոլեոնը գայցել է Яֆայի ժանդախտավորներուն ստեղծագործությունը, որ կբահվի Լուվրի թանգարանին մեջ։ Գդավին գրքնօրինակներեն մեկը ցուցադրված է նաև Яֆայի Սուրբ Պետրոս եկեղեցու մեջ, որպես հիշեցում այդ պատմական դեպքերուն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։